Հարգելի գործընկերներ, թույլ տվեք ներկայացնել օրենքի կարգավորման տիրույթը եւ նախ եւ առաջ ցանկանում եմ նշել, որ մինչ այս պահը Հայաստանի Հանրապետությունում ռեալտրական գործունեության վերաբերյալ օրենսդրական կարգավորումները բացակայել են եւ այս օրենքի մշակմամբ եւ ընդունմամբ մենք փորձ ենք անում կարգավորել համապատասխան ոլորտը անշարժույթի վերաբերվող համապատասխան ոլորտը եւ բովանդակային առումով օրենքով նախատեսված է մի քանի կարևորագույն դրույթներ եւ համապատասխան կարգավորումներ, որոնցով նախատեսում է, որ պետք է ներդրվի համապատասխան էլեկտրոնային համակարգ, որտեղ պետք է ցուցակագրվող գույքերը ստուգում անցնեն եւ այնուհետեւ որպես առաջարկություն ցուցակագրվեն, պետք է որակավորման քննություններ անցկացվեն, որի ընթացքում մասնագետները, ովքեր ցանկություն ունեն ստանալ այդ որակավորման վկայականը, կունենան հնարավորություն դիմել համապատասխան քննությանը, որի կարգը հետագայում կսահմանի կառավարությունը եւ հարցաշարերը կհաստատվեն եւ որից հետո քննության անցկացումից հետո արդեն հնարավորություն կունենա տվյալ ոլորտում գործունեություն ծավալել։ Բացի դա ներդրվում անշարժ գույքի կառավարման ինստիտուտ, որով նախատեսվում է, որ այն օրավարձով կամ վարձակալությամբ տրամադրվող գույքերը, որոնք այսօր օրենսդրական կարգավորումների արդյունքում խնդիրներ ունեին, կունենան հնարավորություն, որպեսզի օրենքի ընդունումից հետո գույքը հանձնվի կառավարչին կառավարման, գրանցվելով մեկ գործարք եւ այնուհետեւ կառավարիչը համապատասխան արդեն սեփականատիրոջ անունից կկառավարի գույքը օրեկան վարձակալության հանձնելով կամ երկարաժամկետ կառավարում իրականացնելով առանց տվյալ գործարքները կադաստրի կոմիտեում գրանցում իրականացնելու։ Սա բավականաչափ կհեշտացնի այն կարգավորումները, որոնք որ գործում են այսօր։ Ռեալտրական օրենքի կարգավորման տրամաբանության ներքո նաև գործելու է համապատասխանաբար պայմանագրերի հանդեպ որոշակի պահանջներ, որոնք սեփականատերերի միջև պետք է կնքվեն եւ մյուս կողմից ռեալթերների միջև պետք է կնքվեն, նաև սեփականատերերը գույքի ունենալու են հնարավորություն էլեկտրոնային համակարգ մուտք գործելու եւ իրենց գույքը հենց իրենք էլ ցուցակագրելու առանց ռեալտրական ծառայության կամ միջնորդական ծառայության դիմելու եւ համապատասխանաբար արդեն ինչպես նշեցի էլեկտրոնային համակարգում հավաքագրվելու է անշարժ գույքի վերաբերյալ առաջարկությունների վերաբերյալ հավուր պատշաճի տեղեկատվություն, որի հիման վրա նաեւ հնարավորություն է ստեղծվելու վերլուծել Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի շուկայի առաջարկությունները, որը բովանդակային առումով այսօր բացակայում է, քանի որ չունենք միասնական էլեկտրոնային համակարգ այդ հաշվառումները առաջարկությունների իրականացնելու։ Սա մեզ թույլ կտա, որպեսզի մենք կարողանանք անշարժ գույքի շուկայի վերլուծության արդյունքում տալ համապատասխան կանխատեսումներ, համապատասխան պահանջարկ առաջարկի վերլուծություն իրականացնել եւ հետագայում նաեւ որոշել են հավասարակշռության կետը, թե որ տիպի անշարժ գույքի վերաբերյալ ինչպիսի առաջարկ եւ ինչպիսի պահանջարկ է առկա շուկայում։ Այսինքն բովանդակային առումով օրենքը կարգավորում է լայն տիրույթ, ինչպես մասնագիտական գործունեության, այնպես էլեկտրոնային համակարգերի ներդրման, այնպես էլ ստեղծում է թվային գործիքակազմ, որով վերլուծվելու է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկան։ Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, այդ փոփոխությունները քվեարկվել են հանձնաժողովում, ես կուզենամ առանձնացնել դրանցից մի քանիսը, ուրեմն կարևոր եմ համարում առանձնացնել այն հատվածը, որով մենք սահմանել ենք, որ ռեալտրական գործունեություն իրականացնող անձի համար, որպեսզի ինքը դիմի քննության մասնակցությանը, պետք է առնվազն ունենա բարձրագույն կրթություն։ Բավականին քննարկումների արդյունքում հնչեցվեց առաջարկություն, որ քանի որ ոլորտը կարգավորված չի եղել եւ երկար տարիներ առկա են մասնագետներ, ովքեր որ մասնակցում են այս գործունեությանը, բայց չունեն բարձրագույն կրթություն, անհրաժեշտ է նաեւ այս հարցը կարգավորել եւ մենք լուծումը տվել ենք հետեւյալ տրամաբանությամբ, որ որոշակի ժամանակահատված 2 տարի մենք 6 ամսյա հատուկ դասընթացներ ծրագիր կհաստատենք եւ բուհերի կողմից կկազմակերպվի, որին մասնակցելով դիմատուն կունենա այդ սերտիֆիկատը, որով կդիմի որակավորման քննությանը սերտիֆիկատ որակավորում ստանալու համար, բայց եւ այնպես ինքը հետագայում պարտավորված կլինի բակալավրիատի կրթության վերաբերյալ հաստատող փաստաթուղթ ներկայացնել, չներկայացնելու պարագայում այդ որակավորման վկայականի գործողությունը օրենքի ուժով կդադարեցվի։ Ինչպես նաև մեկ այլ առաջարկություն էր հնչել, որ մենք սահմանել էինք, որ գույքի ցուցակագրման համար սեփականատերերը պետք է վճարեն
մեկ ցուցակագրվող գույքի համար 5000 դրամ, հնչեցվեց առաջարկություն, որ դա կարելի է նվազեցնել եւ 5000 դրամի փոխարեն մենք սահմանել ենք 1000 դրամ։ Մնացածը բովանդակային առումով ներառված է նախագծում, այսքանը շնորհակալություն, կխնդրեմ պատեպայի կողմ քվեարկել։